Կարճ։ Նիկոլի սրտի եռագլուխ հրեշ ընդդիմությունը որոշեց վերցնել մանդատները։ Այն, ինչը ես կանխատեսում եմ նույնիսկ մինչև ընտրությունները։ Սա նշանակում է, որ Պուտինը շնորհավորեց իր կողմից ձևավորված իշխանությանը։ Շնորհավորանքներ ուղիղ դեռ կհնչեն, բայց սա հենց շնորհավորանք է, սա հենց ուղղակի չեզոքություն ցուցաբերելով իբր իրեն չի հետաքրքրում Հայաստանում տեղի ունեցողը, բայց դրա ճարտարապետը հենց մեծամասամբ եղել է Պուտինը, իհարկե թուրքերի ազդեցությամբ։ Սա այն նույն խորհրդարանն է, մուրճ մանգաղ աստղ, որը ես միշտ ընտրությունից առաջ էլ ասացի, որ եթե Պուտինը մնաց, ձևավորվելու է նույն մուրճ մանգաղ աստղ խորհրդարանը, որտեղ Սերժ Սարգսյան անուն ազգանունը կփոխարինվի Սամվել Կարապետյան անուն ազգանունով։ Սա այն խորհրդարանն է, որի օրոք հայաթափվեց Արցախը եւ սրանք շարունակեցին ստանալ բարձր աշխատավարձ եւ պարգևավճար։ Սա այն խորհրդարանն է, որի օրոք ձևավորվեց Արևմտյան Ադրբեջան տերմինը եւ Ադրբեջանում եւ իսլամական աշխարհում շռնդալից առաջընթաց է գրանցում իրենց պետական հովանավորչության մեթոդներով։ Եվ այս խորհրդարանը երբեք թե Արցախի հայաթափման, թե Արևմտյան Ադրբեջան թեզի առաջխաղացման ժամանակ, որից է ցնցում չաբրեց, շարունակեց ստանալ բարձր աշխատավարձ եւ պարգևավճար։ Գիտեք ինչու՞։ Որովհետև սա ռուս-թուրքական պայմանավորվածություն է, որովհետև սա կատարվում է ռուս-թուրքական խամաճիկների մեթոդներով։ Եվ հերթական անգամ նրանք հայտարարեցին, որ մտնում են խորհրդարան, որպեսզի խորհրդարանում պայքարեն եւ հարկ եղած դեպքում դուրս գան փողոց։ Հարկ եղած դեպքում հարմար պահի Արցախն հայաթափելուց հարմար պահ կար։ Չկար։ Արևմտյան Ադրբեջան թեզը մոլեգնում է դրանից հարմար պահ, մինչ օրս դա շռնդալից առաջընթաց է գրանցում, դրանից լավ պահ, որպեսզի փողոց դուրս գաք։ Եվ նաև մնացած քաղաքական թիմերը, ովքեր փորձեցին ցույց տալ, որ մենք ձեր կողքին ենք, եթե փողոց դուրս գաք եւ Նիկոլ իշխանությունը ոչնչացնեք, նրանք նաև սարսափեցին այդ իրողությունից, որովհետեւ եթե դուրս գային փողոց թեկուզ դերասանական, իրենց կողքին կհայտնվեին մարդիկ, որոնք ազնիվ մղումներով փորձում են հեռացնել Նիկոլին։ Բայց Նիկոլին Պուտինն է բերել եւ ինքը չի շնորհավորում ուղակի, որպեսզի ինքը ցույց տա, որ ինքը այս խաղերի մեջ չկա, որ հայկական վշտի մեջ մեղավորը բացարձակապես Նիկոլն է, ինքը մեղքի բաժին չունի, ինքը ուզում է մաքրվել մեր հանդեպ գործած հանցագործություններից։ Խոհեմ եղեք, այս խորհրդարանը լեգիտիմ չէ եւ խորհրդարանը բացառապես ռուս-թուրքական մուրճ մանգաղ աստղն է, այստեղ չկա ընդդիմություն, այստեղ կա Պուտին, Էրդողան, Ալիև համագործակցություն։ Պայքարը շարունակվում է։